Այսօրվա խոսքս վերնագրել եմ այսպես. ներիր, որ ազատվես։ Շատ կարևոր թեմայի մասին ենք խոսելու, մի թեմա, որ բազմիցս լսում ենք դրա մասին, հավատքի մարդիկ, ներման թեման, ու անկախ հոգևոր հասունությունից կարծում եմ, որ միշտ կարիք կա դրա մասին խոսալու, որովհետև մենք մեր կյանքի տարբեր ճանապարհների ընթացքներում բախվում ենք ինչ-որ հարցերին, որտեղ մեր հանդեպ միգուցե անարդար վարվեն, սխալ վարվեն մեր հանդեպ ու այստեղ մենք ունենք ներելու կարիքը։ Ու հենց դրա մասին եմ խոսելու այսօր։ Գիտեք, վիրավորանքը չներումը նման է մի շղթայի, որ քեզ կապում է ու պահում է այդ ցավի մեջ։ Ու երբ որ դու ինչ-որ մեկին չես կարողանում ներել, դու լցվում ես բացասականով, նեգատիվով ես լցվում ու այդ կարծես իրոք շղթայի պես sense քեզ պահում է այդտեղ ու երբ որ դու ներում ես, վերջապես քո մոտ ստացվում է ներել, այդ շղթաները քանդվում են։ Մի համար եմ ուզում ընթերցել Աստծո խոսքից, Եփեսացիների 4-րդ գլուխ 31-րդ խոսքը. Թող ձեր բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյանքը եւ չարախոսությունը հեռու լինեն ձեզանից, բոլորովին մոռացության մատնվելով։ Տեսեք, այստեղ բացասական արժեքներ նշվեց ու հիմնականում մարդիկ լցվում են չարությամբ, զայրույթով, հայհոյությամբ, ատելությամբ, չարախոսությամբ, այն մարդկանց հանդեպ, որ իրանք ներման խնդիր ունեն։ Եվ սրա մասին խոսում է հենց Աստծո խոսքը, որովհետև հաջորդ համարում 32-րդ համարում հետևյալն է ասվում. միմյանց հետ քաղցր եղեք, գթած միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։ Այսինքն, երբ որ դու ունես ներման խնդիր, դու լցվում ես բացասական արժեքներով, բացասական տարբեր բաներով է քո սիրտը լցվում, ոչ թե դրական, ու այդ ամեն ինչը քեզ վնասում է։ Ու իրականում դու հիվանդ ես դառնում։ Իրոք դու համ հոգևորապես ես հիվանդանում, համ սա շատ լուրջ ազդում է նաև քո ֆիզիկական առողջության վրա։ Ու հենց սա հասկանալով մենք պետք է գիտակցենք, որ հենց ներելու կարիք առաջինը մենք ունենք։ Երբ որ դիմացինը քո հանդեպ սխալ է վարվում ու դու նրան չես ներում, դու իրան լավություն չես անում։ Չգիտեմ, ոչ էլ քեզ ես լավություն անում, առաջին ինքդ քեզ ես վնասում։ Ու որ ներում ես դիմացին, հա, իր համար լավ է լինում։ Բայց առաջինը քո համար է դա լավ լինում։ Դիմացինին ներելը ընդհանրապես ներողամիտ լինելը դա թույլ մարդու բնորոշիչ բան չի, հատկանիշ չի։ Երբ որ դու կարողանում ես ներել, այդ նշանակում է դու ուժեղ ես։ Դու կարողանում ես հաղթել քո եսասիրությանը։ Դու կարողանում ես այդ վրեժխնդրությունը թողնել ու խաղաղության ճանապարհը ընտրել։ Ու իրոք դու ազատվում ես։ Ու ինչպես մենք կարանք ընդհանրապես սովորենք ներել։ Գիտեք, մարդը կարա ասի, շատ հեշտ է ամբիոնից ենկում խոսել, քո հանդեպ sense անարդար չեն վարվել, ոնց որ իմ հանդեպ են վարվել, դու չգիտես այն դժվարությունը, որ կա իմ կյանքում, այն հարաբերությունները, որ ես եմ ունեցել ու իմ հանդեպ շատ վատ են վարվել, դու չես հասկանա, դու այդ չես ապրել, միգուցե ես չհասկանամ։ Բայց գիտեք, Տերը հասկանում է, Տերը ամեն բան գիտի։ Գիտեք, Տեր Հիսուսը ամենադաժան կերպով դատապարտվել է, անարդար կերպով ինքը դատապարտվել է։ Իրան բոլորի առաջ նսեմացրել են, ստորացրել են, հայհոյում էին նրան։ Նրա մարմինը կարծես պատառոտած լինեին, այդքան նրան հարվածել էին։ Ու Տեր Հիսուսը խաչվել է, իր ձեռքերն ու ոտքերը գամել են խաչին, խաչի մահով ինքը մահացել է։ Ու խաչի վրա Տեր Հիսուսը ասում էր. «Հայր, ներիր», չեն հասկանում ինչ են անում։ Ու ինչքան էլ դու ասես, որ քո կյանքի իրավիճակը ավելի մեծ է, հաստատ մեծ չի այն ամեն ինչից, ինչ որ Տեր Հիսուսն է ունեցել իր կյանքում։ Ու ներել սովորելու համար մենք պետք է Տեր Հիսուսի մոտ գնանք։ Գիտեք, ներելը կարծես իրոք այդ Աստծուց տված պարգև լինի։ Դու դիմացինին ներելով կերպարանակից ես լինում Տեր Հիսուսին։ Իր պատկերին ես նմանվում դու։ Այդ իրանից է գալի այդ ներելը, ներել սովորելը։ Ու այդ ներելը հենց քեզ է պետք ամենաառաջինը։ Երբ որ դու խնդիր ունես, չես կարողանում ներես, քո հանդեպ շատ վատ են վարվել, դու ընդհանրապես մեղավոր չես եղել, բայց քո հանդեպ շատ վատ են վարվել, բայց դու հասկանում ես, որ այդ չներելով քո ներսն է վատ բաներ լցվում, դու ես տանջվում։ Դու կարաս գաս Տեր Հիսուսի առաջ ու ասես. «Տեր, խնդրում եմ, օգնի, որ կարողանամ ներել»։
Կանչում եմ քեզ, Տեր։ Լավ, ինչպես էիր դու խաչի վրա, այդքան վատ էին քո հանդեպ վարվել։ Ինչպես էիր դու խաչի վրա ասում ներիր, չեն հասկանում ինչ են անում։ Ես էլ եմ ուզում կարողանամ ներել, օգնի ինձ, Տեր։ Ու երբ որ դու աղոթես, Տեր Հիսուսը քո սրտի մեջ կլցնի սեր։ Ու այդ սերը ցանկացած վիրավորանքից մեծ կլինի, ու դու կկարողանաս ներել։ Մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է Տեր Հիսուսի մոտ գնանք։ Ու ասում եմ, ներելով Ինչ չի դիմացինին, չգիտեմ։ Միգուցե դու դիմացինին ներես իր համար մեկ է լինի, չնայած այդպես չի, դու ներելով ճեղքում ես բերում իր սրտի մեջ, բայց այդ ներելով դու առաջինը քո այդ ծանրությունն ես գցում։ Տերը ասում է, ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ, բեռնավորվածներ եւ ձեզ հանգիստ կտամ ես։ Ես ձեզ կտամ այդ թողությունը։ Դուք էլ կկարողանաք ներել այնպես, ինչպես ես եմ ներում։ Կողոսացիներ 3-րդ գլուխ 13-րդ խոսքը։ Ինչպես Տերը ներեց ձեզ, այնպես էլ դուք ներեք իրար։ Հայր մեր աղոթքը, ներիր այնպես, ինչպես ես եմ ներում։ Տեր մեզ ներիր այնպես, ինչպես մենք ենք ներում։ Արդյոք մենք ներում ենք մարդկանց։ Մենք ունենք այդ ներման կարիքը, ներելու կարիքը մենք ունենք մարդկանց, որովհետև իրոքից ներելով քո սրտի մեջ խաղաղություն է գալի։ Գիտեք, մի օրինակ եմ ուզում իմ կյանքից բերել, շատ տարիներ առաջ մեկը կար ում հետ սենց խնդիր էր եղել իմ մոտ ու կարծես մենք սենց իրար հանդեպ սենց հակակրանքով էինք լծվել, բայց եկավ մի պահ, որ մենք հաշտվեցինք ու ներեցինք իրար, սենց ժողովրդական լեզվով ասած բարիշեցինք։ Ու գիտեք, այդ հաշտության ժամանակ մեր մեջ յուրահատուկ քաղցրություն լծվեց, յուրահատուկ սեր լծվեց։ Իրոքից ոնց որ դու դրանով թույլ տաս, որ քո սրտի մեջ ինչ-որ մի դրական բան լծվի, քաղցրություն լծվի, սեր լծվի քո սրտի մեջ։ Ու դու հասկանում ես, լավ, ինչ հետաքրքիր է։ Ես մենակ երբ որ մտածում եմ, Տեր, լավ, ինչի, այսպես հետաքրքիր սեր լծվավ իմ սրտի մեջ, այսպես դրական բան լծվավ։ Ու գիտեք, կարծես Աստված սրտիս հետ խոսեց, ասես դու մեկի հետ հաշտվում ես։ Տես քո սրտի մեջ ինչ սեր է լծվում։ Բա Տեր Հիսուսը, որ իր խաչով հաշտվեց մարդկանց հետ, իր խաչով հաշտության քայլ արեց մարդու հետ, բա Տեր Հիսուսի մեջ ինչքան շատ սեր կա։ Ու Տեր այդ քայլը իր խաչով արդեն արել է, որ հաշտվի մարդու հետ։ Ի սկզբանե մարդը մեղքի պատճառով պատնեշ դրեց իր ու Աստծո միջև։ Բայց ներելով դու այդ պատնեշը քանդում ես։ Ներումը ընդունելով, Տեր Հիսուսի ներումը ընդունելով դու այդ պատնեշը քանդում ես ու լցվում ես Տիրոջ սիրով։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ ներելը առաջինը մեզ է պետք, ու հետո այն անձը, ում որ դու ներում ես, ճեղքում ես բերում իր կյանքում։ Դրանից հետո դու արդեն որ ավետարանչություն ես անում, բարի լուրն ես փոխանցում, այդ մարդը հիմնականում ընդունում է, հիմնականում դու իր սրտին կպնում ես, որովհետև ինքը քո մեջ տեսնում է Հիսուսին, որովհետև ինքը քո մեջ տեսնում է մի բան, որ Տեր Հիսուսից է, ներելը այդ իրանից է։ Այդ իր նմանությունն ու պատկերն է, որ պետք է մեր մեջ ել ավելիով մենք շատացնենք։ Ու գիտեք, շատ մարդիկ կան, հավատքի մարդիկ կան, որ բժշկության կարիք ունեն, ազատագրության կարիք ունեն։ Մի փոքր իրանց հետ զրուցում ես, հասկանում ես, որ իրանց կյանքում կան մարդիկ, ում իրանք չեն կարողանում ներել։ Դու գիտեք, որ դա պատնեշ է։ Դա արդեն դու մի բան ես անում, որ Սուրբ Հոգուն տրտմեցնում ես։ Տեսեք, Աստծո խոսքը ինչ է ասում։ Նույն հատվածը, որ դե ես կարդացի, 31-րդ խոսքը եւ 32-ը։ Տեսեք 30-ը մի խոսք առաջ ինչ է ասվում։ Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Այսինքն չներելով դու լցվում ես բացասական արժեքներով ու արդեն տրտմեցնում ես Սուրբ Հոգուն։ Լավ բժշկություն ես խնդրում, ազատագրություն ես խնդրում։ Միգուցե դու ավելի մեծ խնդիր ունես, այդ ներելն է, որ պետքա ներես, որ քեզ էլ ներվի ու Աստված չանի քո կյանքը վերջանա գնաս Տիրոջ մոտ։ Ու շատ վկայություններ կան, որ երբ մարդը ներում է դիմացինին, այն անձին, որ իր հանդեպ վատ է վարվել, երբ որ ներում է, Տերը բժշկություն է անում իր կյանքում, ազատագրություն է անում իր կյանքում։ Դրա համար ներելը շատ կարևոր է։ Դա իրոքից մեզ շատ է պետք։ Տարբեր իրավիճակներ կանա լինեն քո կյանքում, պետք է դու ներես։ Պետք է ներես, որ լցված լինես սիրով, խաղաղությամբ, ազատություն լինի քո ներսում, որ իրոք ցած կարեկից լինես մարդկանց։ Ու ոչինչ որ քո հանդեպ անարդար են վարվել, ոչինչ որ անարդար դատ են վարվել։ Ամենաանարդար դատը Տեր Հիսուսի դատն է եղել, ու ինքը բոլորին էլի ներում էր, ու էլի բոլորին սիրում էր։ Չի ստացվում։ Կանգնենք Հիսուսի առաջ ու ասենք Տեր օգնի։ Օգնի, որ կարողանանք ներել Տեր իմ Աստված, որովհետև մենք դրա կարիքը շատ ունենք։
Առաջարկում եմ կանգնենք եւ միասին աղոթենք։ Տեր իմ Աստված, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք Տեր, որ սովորեցնում ես մեզ։ Շնորհակալ ենք, որ ներել ես մեզ, Տեր, եւ օրինակ ես մեր համար, Հիսուս։ Տեր իմ Աստված, ահա քո առաջ ենք բերում բոլոր նրանց, ովքեր ունեն ներելու կարիք, Տեր, ովքեր որ չեն կարողանում ներել դիմացինին, Տեր իմ Աստված, ահա քո առաջ ենք բերում, Տեր, եւ խնդրում ենք, որ օգնես, Տեր իմ Աստված, լցնես քո սիրով ու քո հոգով, Տեր իմ Աստված, զորացնես, Տեր իմ Աստված, որ կարողանա ներել այնպես, ինչպես դու մեզ ներեցիր, Տեր Հիսուս, սովորեցրում ես ներել, Տեր իմ Աստված, ահա քո առաջ ենք, Տեր, եւ շատ սխալներ կան մեր կյանքերում, Տեր Հիսուս, խնդրում ենք, օգնես մեզ, Տեր իմ Աստված, մենք հավատում ենք, Տեր, որ դու ես կյանքի աղբյուրը, դու ես միակ ճշմարտությունը, որ տանում է դեպի կյանք, ահա քո առաջ ենք, Հիսուս, եւ քեզ կանչում ենք մեր կյանք, Տեր իմ Աստված, արի ու լցրում ես քո սիրով, Տեր իմ Աստված, քո կարեկցանքով, քո խաղաղությամբ, Տեր իմ Աստված, մենք ուզում ենք քեզ նմանվել, Հիսուս, մենք ուզում ենք ել ավելի շատ մոտենանք քեզ, Տեր իմ Աստված, սիրում ենք քեզ, Տեր, ներիր, որ շատ սխալներ ենք արել, Տեր իմ Աստված, ներիր մեզ, Տեր, ու խնդրում ենք օգնի, որ մենք էլ կարողանանք դիմացինի ներել, Տեր իմ Աստված, սիրում ենք քեզ, Հիսուս, կանչում ենք քեզ մեր կյանք եւ մեր կյանքը հանձնում ենք քո սուրբ ձեռքերի մեջ, Տեր իմ Աստված, եւ խնդրում ենք, Տեր, որ դու տիրես մեր կյանքերում, ցույց տաս մեր բոլոր սխալները, Տեր իմ Աստված, այն հարաբերությունները, Տեր, որ ունեցել ենք ու պետք է շտկենք, ցույց տաս, Տեր, եւ ուժ տաս, որ կարողանանք շտկել, Տեր իմ Աստված, կարողանանք ներել, Տեր իմ Աստված, սիրել դիմացինին, Տեր, որովհետև դու ես սիրո աղբյուրը եւ ահա մենք քո առաջ խնդրում ենք, որ լցնես մեզ քո սիրով, Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզանից, Տեր, մեր ընթացքը, մեր ողջ կյանքը քո ձեռքերի մեջ ենք հանձնում, Տեր, թող մեր կյանքերում քո սուրբ անունը փառավորվի, Հայր, որովհետև դու ես արժանի ողջ փառքը ընդունելու, ամեն։